Մաունթրի հյուրանոցը գտնվում է Վանաձորից 5 կիլոմետր հեռավորության վրա Վանաձոր Ալավերդի ճանապարհի աջ կողմում, Փամբակ գյուղի մոտ։ Հետաքրքրող բոլոր հարցերի ու ամրագրումների համար կարող եք զանգահարել։ Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Դուք գիտեք, որ կանանց միամսյակի շրջանում մենք փորձում ենք ունենալ զրույց կանանց հետ, ովքեր իրենց տեսակով իրականում տարբեր են։ Յուրաքանչյուր մասնագիտության մեջ շատ կարևոր է, որպեսզի մարդը լինի պրոֆեսիոնալ եւ դրա հետ միասին իր տեսակով նաեւ մոտիվացնող լինի։ Մենք փորձում ենք առհասարակ Էլ-Ռումում ունենալ հյուրեր, ում խոսքը նաեւ ինչ-որ բան կարող է տալ։ Սակայն կանանց միամսյակի շրջանում մենք ձեզ հետ միասին շատ առիթ ունեցել ենք այս մասին խոսելու, իրականում շատ կարևոր է, որպեսզի մենք այս օրերի մեջ գնահատենք, մի հայաց գցենք իդ, հասկանանք մեր անցած ճանապարհի կարևոր լուսավոր կետերը եւ փորձենք դրանք իրականում տանել առաջ։ Իսկ սրա համար պետք է մարդկանց հետ զրուցել ու մարդկանց լսել, ովքեր եւ իրենց պատմությունով եւ իրենց մտածողության ձևով ու նաեւ իրենց խոսքով մոտիվացնող են։ Մարդիկ կան, ովքեր իրենց տեսակով, իրենց կերպարով ասոցացվում են մեր ամենակարևոր օրերի հետ։ Ամենահետաքրքիր հիշարժան օրերը մենք ուզում ենք, որպեսզի այնպիսի մարդիկ վարեն, անցկացնեն, որ հետո կարողանանք իրականում երկար հիշել եւ սրանից բացի շատ կարևոր մի առանձնահատկություն կա։ Պիտի կարողանալ այնպիսի մարդկանց ընտրել, ովքեր իրենց ներսում եւ իրենց շուրջը կարողանում են դրական էներգիա տարածել։ Մարդը կարող է լինել շատ պրոֆեսիոնալ, հա, երաժիշտ, երգիչ, հանդիսավար, կարող է իմանալ ողջ կարգը, հա, ինչպես պիտի անցկացնել միջոցառումը, բայց եթե իր ներսում բարությունը շատ չի, ինչ որ բան այնպես չի լինում։ Կանանց միամսյակի ընթացքում մենք կարողացել ենք իրականում իր տեսակով շատ տարբերվող, շատ հետաքրքիր եւ հենց կնոջ գտնել, ով կարողանում է յուրաքանչյուր հանդիսության մեջ ամենամեծ ու կարևոր առաքելությունն ունենալ, բարություն շատ տարածել եւ այնպես անել, որպեսզի այդ օրը դառնա տոն, որը ձեզ հետ պիտի մնա միշտ, ինչպես ասում են։ Եվ ինձ համար միշտ ուրախալի է, երբ մենք հնարավորություն ենք ունենում իրականում տարբերվող տվյալ մասնագիտության մեջ մարդկանց գտնել նաեւ Երևանից դուրս։ Այսօր մենք մեր հրաշալի Վանաձորում ենք եւ այս պահին Էլ-Ռումում նաեւ ձեր անունից ես ուզում եմ մեծ սիրով ողջունել երգչուհի, ֆոտոմոդել, հանդիսավարուհի Աստղիկ Կարաբաչյանին։ Աստղիկ, ես շատ շնորհակալ եմ, ես շատ ուրախ եմ, որ առիթ ունենք այսպես զրուցելու, առիթ ունեցել եմ տեսնելու ձեզ եւ փոքր այդ պատմություններով սոցիալական ցանցի էջերում եւ ձեր վարած միջոցառումներում դուք այնպես եք տարածում ձեր մեջ եղած դրականը, որ ինձ թվում է, որ ամեն ինչ անում եք իրականում, որպեսզի մարդկանց համար տոնը իրականում դառնա շատ հիշարժան մի բան։ Բարի երեկո, սիրելի Լիլիթ, նախապես ասեմ, որ շատ շնորհակալ եմ այսպիսի գեղեցիկ խոսքերով սկսելու, բարին ասելու, իսկապես, որ բարին պետք է տաս, որպեսզի նաև ստանաս, դա եղել է նաև իմ դևիզը կյանքում։ Երբևէ մտածել եք կամ ծրագրել եք, որ պիտի այս մասնագիտությունն ընտրեք, որ պիտի կարողանաք մարդկանց իրականում ամենակարևոր օրերը գեղեցկացնեք ձեր ձայնով, ձեր երգով եւ ձեր այդ ընթացքը նաեւ ապահովելով, վարելով։ Փոքրուց երազել եմ եւ մի օր որոշեցի արդեն դպրոցը ավարտելուց հետո, որ պետք է ես էլ զբաղվեմ ու առաջի հնարավորությունը Վանաձորյան պայմաններում եղավ 5+ խումբը Գրիշա Հարությունյանի եւ մյուս ընկերների ուրեմն ղեկավարությամբ հայտարարեցին այսպես երգ-դերասանական ուրեմն վարպետաց դասեր 1 տարյա եւ արդեն 17 տարեկան է ընդամենը մայրիկիս ասեցի, որ ուզում եմ գնալ, փորձեցինք, իմ առաջի ոգևորողը եւ մոտիվացնողը, այսպես շտամբը, որ եղել է իմ մեջ, դա հենց իմ մայրիկից է եկել իսկապես, մինչեւ այսօր իմ թիկունքին է։ Շատ երեխաներից մեկը ես էի, որ ընդունվեցի։ Այդպես շատ հետաքրքիր դասընթացներ էինք անցնում եւ այլն, ու հետաքրքիր ինչն էր, որ կարողանում էի ես գոհացնել հենց այսպես ասեմ արդեն կարելի ասել դասախոսներին իմ, ովքեր որ փորձում էին ամեն ձև թե երգի հետ կապված, թե խոսքի, թե ուրեմն այնտեղ աշխարհի մշակույթն էինք ուսումնասիրում եւ այլն, կարողանում էի որոշակիորեն գոհացնել իրենց այսպես ասեմ պայմանները։ Սիրում էի իր այդ որ ասպարեզը Հա, սիրել
Այլով եմ հաճելի է գնացել եղել հենց ձեզ, սկզբից, այո, բայց ասեմ դրան զուգահեռ Վահե Շահվերդյանի Վանաձորյան մասնաճյուղը ավարտեցի, որտեղ արդեն այսպես խոսքային եւ այդ ամեն Այո, ինչը բեմական սովորեցի նաև, այդտեղից, ահա։ իհարկե։ Գալիս էին այստեղ Երևանից արդեն հայտնի ճանաչված երգիչ-երգչուհիներ, իդեմս օրինակ Անդրեի, Արսեն Սաֆարյան, ուրեմն Լիլիթ Կարապետյան, Հասմիկ Կարապետյան, շատ էին, Ավետ Բարսեղյանն էր բարում իհարկե, շատ հաճելի էր, որ նման արդեն ստացված ու սիրված մարդկանց կողքին ինչ որ մի աղջնակ, ով որ այսպես փորձում էր իր առաջի քայլերը անել։ Այո, բայց այնքան սիրով են փորձում եւ այնքան մեծ տաղանդով հիմա սա երևում է, իրականում երևում է, Աստղիկ, ես վստահ եմ, որ ինձ հետ համաձայն կլինեն շատ շատերը, ովքեր ճանաչում են, ովքեր առիթ են ունեցել, թեկուզ են միջոցառումներին, որ դուք այնքան սիրով վարում եք եւ այդտեղ նաեւ ձեր հրաշալի ձայնն է հնչում։ Ձեր թույլտվությամբ ուզում եմ սկզբից գանք, փաստորեն դուք արմատներով, այսպես ասեմ, բնիկ լոռեցի եք ձեր հայրական կողմը։ Ղարաքլիսեցի, հենց այդպես են սիրում ասել, ուրեմն լոռվա ժողովուրդը Շամհարյանների եւ Արաբաչյանների թոռն եմ հոր կողմից, իսկ մայրական կողմից Գադյաններ, այդպես, իրականում որ մայրիկս պատմում է, ասում է տատիկիս օրինակ ազգանունը եղել է Ալեքսանյան, բայց 38 թե 4 թվականին, եթե չեմ սխալվում, որ արդեն հետ են եկել ժողովուրդը, այդպես տատիկս պատմել է, որ ուրեմն անձնագրային այդ կետերում իրենց այսինքն ազգանունները փոխել են արագի մեջ ու բոլորին նույն ծննդյան օրերն են տվել ցավոք սրտի։ Ալեքսանյանը փոխել են ուրեմն Քանդրջյան, տատիկիս ազգանունը Քանդրջյան, իսկ պապիկիս կողմը ուրեմն Կարապետ Գադյան։ Այո, այսինքն մայրական կողմը հայրենադարձներ են։ Որի համար ես շատ հպարտ եմ։ Այո, իրականում հպարտանալու բան է։ Ձեր մեջ շատ լուսավոր ու երազանքներ, այսպես դեպի գնացող բան կա, հա, ձեր խոսքի մեջ, այսինքն այդ լավատեսությունը կարծես այսպես մարդկանց մղում է երազանքներ ունենալուն։ Սա մանկությունից է գալիս, սա արմատներից է, թե ընտանիքից է։ Անկեղծ ասած Լիլիթ ջան, այդպես չեմ կարող պատասխանել, երևի գեների մեջ կա, որովհետև ես սկզբում է նշեցի, որ բացի որ իմ ընտանիքի անդամները լավատես ենք, իհարկե շատ դժվարություններ տեսնելով, բայց այդ լավատեսությունը հիմնականում մայրիկից է գալիս, որ իմ ամենա հուսահատ պահերին եւ այլն, նրա մի խոսքը կարող է ինձ լրիվ մոտիվացնել ու առաջ մղել։ Բայց միևնույն ժամանակ հասցրել է, այսինքն դուք ինչպես նշեցիք, նկատել այ անընդհատ մոտիվացիայի աղբյուր լինել եւ նկատել, որ դուք ունեք եւ ոչ միայն սիրում եք, այլև լսողություն ունեք եւ նաեւ Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանն եք ավարտել։ Հա, արդեն ուրեմն ընդունվեցի երաժշտական ուսումնարան եւ իմ բախտը շատ բերեց, որ ինձ այսպես ասեմ բաժին հասավ ամենալավ դասախոսներից մեկը Դերենիկ Աշոտովիչը։ Ցավոք սրտի հենց 3 գիշերը ես իմացա, որ 92 տարեկան հասակում մեր սիրելի դասախոսը մահացել է, բայց այն մեծ ուրեմն ավանդը, որ տվել է հենց երաժշտական ասենք մասով, եղել է Դերենիկ Աշոտովիչը, որի համար ես շատ ուրախ եմ ու հպարտ։ Հետո կարողացել եք, հետո աշխատել եք նաև Վանաձորի։ Հա, որպես որակավորում վոկալիստ, երգի սոլիստ, բայց քանի որ այդպիսի թափուր տեղ չկար, երգի, այսպես ասեմ, երգչախմբի սոլիստ, ես ընդունվեցի Վանաձորի ուրեմն երգի թատրոնը, պարոն Գագիկ Աղաբաբյանի ղեկավարությամբ, ով եւս շատ մեծ ներդրում ունեցավ իսկապես իր եւ խստությամբ եւ պահանջկոտությամբ, որպեսզի ես այսօր լինեմ այն երգչուհին, որը որ կամ։ Քանի որ հիմքը դասական է, շատ տարբեր ոճերով, ամեն ինչ կարողանում եք երգել եւ ջազային կատարումները ձեր մատուցմամբ ուղղակի հրաշալի են իրականում։ Այ ինչպես այդ որոշմանը եկաք զբաղվել նաեւ հանդիսավարությամբ։ Ես այսպես որ նայում եի հեռուստատեսությամբ, շատ ճանաչված հաճելի տիկնայք կանայք կային, ովքեր որ վարում էին, դե իհարկե ես ինքս էլ նայելով ինչ
ինչ-որ բաներ սովորելով, տեսնելով ես էլ էի ուզում, բայց մտքովս անգամ չի անցել, որ ես մի օր կարող եմ նայել այդպեսի գործով զբաղվել։ Երևանից հայտնի շոումեն Արծրուն Աղումալյանը ինձ ուրեմն Facebook-յան էջով տեսել էր եւ կապ հաստատեց ինձ հետ։ Մենք Երևանում հանդիպեցինք, տեսանք եւ այսպես ինքը առաջարկեց, որ Աստղիկ ջան, եթե կցանկանաք դուետով, ուրեմն մենք հարսանյաց հանդեսներ վարենք եւ այլն։ Այսպես առաջի հայացքից ինձ համար մի քիչ դա տարօրինակ էր, որ ասենք կինը ինչ որ չգիտեմ բաժակաճառ ասի, մարդիկ եւ այլն, ու իսկապես վանաձորյան պայմաններում Լոռու մարզում մի քիչ դժվար էր կինը դեռ հանդիսավարուհի որպես, այդպես դեռ շատ չէին ընդունում սկզբում։ Բայց իհարկե քանի որ կամքը կա, այո, այդպես կարողացա, այսինքն հենց սկիզբը եղել է Արծրուն Աղումալյանից, հետո արդեն շարունակությունը նաև իմ գործընկերներն են այստեղ օգնել ինձ Վանաձորյան, ինչպես նաև հենց առաջի ելույթը Երևանում շատ հայտնի ու ամբողջ Հայաստանում Մհեր Գալստյանն է եղել, հենց իրեն հետ եմ առաջինը վարել, հա։ Բայց դուք ես գիտեմ, որ հիմա փաստորեն պահանջարկը, առաջարկները ձեզ շատ են, որովհետև կարողանում եք իրականում շատ նուրբ, հանգիստ, առանց ինչ-որ այդ պարտադրող մի երանգ կա, չէ՞, այդ միջոցառումների կարծես ամբողջ գիծը պարտադրում են, այո, դուք այսպես հաճելի, լրացնող եւ գիտեմ, որ եւ Երևանում, տարբեր մարզերում ու քաղաքներում Հայաստանի, ասենք եթե այսպես նայենք որպես կին հանդիսավարուհի, թեթև կանցնի այսպես ոնց ուզենանք, բայց չէ, ես սկզբից մինչև վերջ փորձում եմ տետատետ ամեն ինչը գեղեցիկ արվի, այնպես բազմատարակներում դասավորված, որպեսզի եւ հաճախորդը գոհ մնա, այդ հաճախորդներն էլ այսպես է, ոնց որ արդեն չեն դառնում իրանք հաճախորդ, նրանք վերջում դառնում են ընտանիքի անդամ։ Կապ չունի, սա գործը այնպիսի գործ է, որ եւ դու ուրեմն Վանաձորում ես, եւ Վանաձորից դուրս, նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս եմ ես փորձում աշխատել, կապեր հաստատել եւ դաշտը բաց է։ Ես համագործակցում եմ, միշտ այդպիսի խոսք եմ ասում եմ, այն մարդիկ ովքեր որ բարի բան են անում, ես իրենց կողքին եմ։ Այո, շատ լավ ձևակերպում եք։ Իրականում աշխատանքը այսպիսին։ Առաջին անգամ ես զանգից հետո մենք ուրեմն հանդիպում ենք ինչ որ միտեղ քննարկում ենք, ես մարդկանց տեսակն եմ ուզում հասկանամ։ Առաջի հարցս այն է լինում, որ այդ օրվա հետ կապված ինչպես եք դուք պատկերացնում։ Այսինքն եթե մարդը ինքը ասում է, որ ուզում է ավելի հումորային, մարդկա ասում է կենացներով չեմ սիրում, որ ծանրացնում են, մարդիկ էլ կան այսպես տարբեր են, այսինքն ամեն մարդ իր տեսակով դու արդեն հասկանում ես իրենց հետ ինչպիսի առես։ Հիմնականում խաղեր եմ ընդգրկում, այսպես ուրեմն մրցույթներ, աշխուժանում են, ուրախանում են, դա իհարկե միշտ ասում եմ ամենա այսպես դրական ու ամենա, չգիտեմ, որ ամեն ինչի ուշադիր են, փոքրիկ երեխաներն են, տղա աղջիկ կապ չունի, բայց իսկապես մինչև հիմա այսպես ասեմ դժգոհություններ չեն եղել, ես ինքս էլ գոհ եմ։ Շատ մարդիկ իհարկե իրենց դրական այդ գոհունակությունը ստացված տոնը, որովհետև ես գիտեմ, որ դուք միջոցառումներ եք վարել, որի ընթացքում անհանգստություն են ունեցել նույնիսկ մարդիկ, որովհետև իրարից շատ տարբեր, խմբեր են, բնականաբար այդ առիթներին այդպես շատ ներդաշնակ չի լինում, նաև հավաքվածները այդպես մի խումբ չի լինում, եւ այստեղ դուք կարողացել եք այնպես անել, որ յուրաքանչյուրն իր համար կարծես այդ տոնական այդ մթնոլորտը զգա։ Սա մեծ առավելություն է։ Սիրելի հետևորդներ, պարբերաբար դուք տեսնում եք հեռախոսահամարը, մենք զրուցում ենք հրաշալի, պրոֆեսիոնալ ու շատ դրական, ինչը ինձ համար առհասարակ, բայց հատկապես այս մասնագիտության համար երևի ամենակարևորն է, շատ դրական հանդիսավարուհի, երգչուհի, ֆոտոմոդել Աստղիկ Ղարաբաչյանի հետ ենք զրուցում։ Երևի Վանաձորում շրջակա բնակավայրերում բնականաբար գիտեն, բայց ոչ միայն այստեղ, ըստ էության հիմա սահմանները ջնջված են, եթե ուզում եք, որպեսզի տոնը իրականում դուք շատ հանգիստ լինեք, չանհանգստանաք, որ հյուրերի որևէ խումբ ուշադրությունից դուրս կմնա, որ որևէ բան, այդ նրբանկատության այն սահմանումը, որ ունի եւ այն բարձր, նշաձողը, որ ունի Աստղիկ Ղարաբաչյանը, հնարավորություն է տալիս իրականում միջոցառման
հա տերերին, ինչպես ասում են, հանգիստ նստել ու վայելել, որովհետև ամեն ինչ հսկողության տակ է։ Աստղիկ, համաձայն եք, որ այս առումով կանայք մի քիչ ամեն դեպքում տարբերվում են, որովհետև իրենք իրենց բնույթով են, այդպես կարողանում են նկատել ամեն ինչ այդ տարածքում, նույնիսկ այնպիսի նրբություններ, որ գուցե այդ պահին շատերի համար կամ տղամարդկանց աչքից կարող է վրիպել։ Տեսեք, չթերագնահատելով իհարկե տղամարդ հանդիսավարներին, որովհետև ես իմ շրջապատում շատ ընկերներ ունեմ, ովքեր իսկապես առաջի օրվանից այսպես ամեն մի, չգիտեմ, իրենք շտկեն, իրենք օգնեն, ուղղություն տան, բայց կա նման բան, որ կինը մի քիչ ավելի կնոջ, այսպես ասեմ, պատրաստած միջոցառումը միշտ ավելի նուրբ է լինում։ Ավելի, ինչ որ չգիտեմ, փորձում ես ավելի այսպես հասկանալ, թե ինչ են ուզում իրենք, ու հիմնականում ես իհարկե շեշտադրումը միշտ դնում եմ ընտանիքների կնոջ հետ, որովհետև միշտ կինը հենց ինքն է, չէ, ավելի շատ դուք էլ ընտանիքի կին լինելով ուզում եք ավելի, չգիտեմ, ամեն ինչ իր տեղում լինի։ Փորձում եմ այդպես անել, բայց իհարկե բոլորի, նույնիսկ ամենատան փոքրի հետ մենք զրուցում ենք։ Եղել են դեպքեր, որ ընտանիքի հայրը պատմում է հենց մոր ներկայությամբ, ասում է Աստղիկ ջան, գիտեք, չէ, կինս իմացավ, որ դուք եք վարելու, ասում է ընկերներիդ կասես, քիչ թող խմեն, որպեսզի հանկարծ աղջիկ է, ինչ որ նեղություն չպատճառեն իրեն, բայց իրականում էսպիսի մի բան էլ ասեմ, որ ասում են, եթե կին է, երգչուհի կամ հանդիսավարուհի, ասենք, չգիտեմ, դե միջոցառում է, նեղություն կարող է պատճառեն, պատկերացրեք Լիլիթ ջան, այդպիսի դեպք չի եղել մինչև այսօր, որ ես որևիցե տեսակի դժգոհություն ունենամ, որովհետև միշտ այնքան հաճելի, այնքան սահուն է անցնում, ու իրականում դա ես այնտեղ մենակ չեմ լինում, դիջեյներ, երաժշտական համույթներ, պարային համույթներ։ Աստղիկ, փաստորեն 8 տարի արդեն ես ասպարեզում, ինչն է այստեղ ձեզ, այսքան մարդկանց հետ եք շփվում, հա, չեք հոգնում եւ ինչն է ձեզ հետաքրքիր, ինչն է, որ դուք այս աշխատանքի ընթացքում եք հասցրել բացահայտել ձեզ համար։ Առաջի հերթին ես ինքս դեռ ընտանիք չունեմ, ամուսնացած չեմ ու որպես կին ես լիքը բաներ սովորում եմ նաեւ հենց այդ կանանցից։ Ես հասկանում եմ, որ իսկապես հայ ընտանիքում միշտ իշխող դերը լինում է սերը, միասնականությունը։ Եթե օրինակ հենց դա եմ սովորում։ Իսկ իրականում ամեն անգամ նոր առիթներ վարելուց դու, այսպես ասեմ, ունենում ես նոր ծանոթություններ, հետաքրքիր մարդկանց հետ ես ծանոթանում, այսպես է։ Ես չգիտեմ գիտնականներից թե փիլիսոփաներից որ մեկն է ասել, բայց ուրեմն այսպեսի մի բան է ասել, ասում է սերը դա մեր մեջ չէ։ Մենք տեսնում ենք դա մեր շրջապատի մարդկանց մեջ։ Այսինքն, եթե ես մենակ ինձ սիրեմ, մենակ ինձնով ապրեմ, դա իհարկե հետաքրքիր չի լինի։ Նաև հետաքրքիր է, որ դուք ձեր տեսակով այդպես այսքան պրոֆեսիոնալ, բայց այդ արտահայտությունը միշտ անում եք նոր ինչ-որ բան սովորել։ Հա, դա շատ կարևոր է, հետո ես միշտ իմ շրջապատում բոլորն էլ գիտեն, որ սիրում եմ փորձառու մարդկանց, սիրում եմ ինչ-որ բան սովորել, նաև ես ինքս տալ, բայց քանի որ այդպես մեծամտություն ես չունեմ, որ ու ինձանից սովորեն, ավելի շատ ես սիրում եմ, որ ես սովորեմ դիմացինից ինչ-որ բան։ Ասում են, եթե մարդը ինքը անընդհատ ուզում է սովորել, նշանակում է ինքը արդեն շատ բան գիտի, այդպիսի արտահայտություն կա։ Համաձայն եք, որ մարդը ինչքան իմանում է, այնքան ավելի պատրաստ է լինում նորը ընկալելու, նորը ընդունելու։ Տեսեք, դե եթե մարդը իսկապես, եթե դու հոգեպես պատրաստ ես, որ դու դիմացինից վերցնես այն ինչը, որ քեզ պետք է, ինչպես են օրինակ մեր մայրիկները, որ ճաշատեսակը եփելուց, չէ, այսպես օրինակը բերեմ, մի քիչ կոպիտ զուգահեռ է, բայց օրինակի համար ինչ որ համեմունք ենք, չէ, ավելացնում։ Այս սա ձեր այն է։ Նույնն էլ մարդկանց մեջ է, այսինքն եթե ես տեսնում եմ, որ այդ մարդուց ես դրականը ստանում եմ, ինչ որ լավ էմոցիաներ են, ինչպես կարող եմ ես օրինակի համար չուզենալ շփվել տվյալ մարդու հետ։ Եթե օրինակ ինձ կարող է նեղացնել միայն նախանձը ու դավաճանությունը։ Դա ինձ շատ է նեղացնում, փորձում եմ նման մարդկանց հետ շփում չունենալ, խուսափել, գոնե խուսափել, հա։
Աստղիկ, մենք միշտ յուրաքանչյուր ուղղության մասին, մասնագիտության մասին խոսելիս այսպես գեղեցիկ, լուսավոր, դրական կողմերն ենք նկատում, բնականաբար, հա, այդպես հետաքրքիր, հաճելի, միշտ գեղեցիկ, Աստղիկը հրաշալի իր ձայնով իր կատարումները ու բացի դրանից այսպես բարի ժպիտով անընդհատ վարել, բայց միևնույն ժամանակ ես ասպարեզն էլ շատ էներգիա պահանջող է։ Լինում է ինչ-որ պահ, մի քիչ վատ առողջ ես, ինչ-որ մի բան ենքան էլ տրամադրության հետ կապված, բայց դուք միշտ պիտի հրաշալի ժպիտ պարգևեք, միշտ պիտի կարողանաք այդ միջոց այդ մարդու օրը տոն դարձնել։ Հա, կա նման բան, Լիլիթ ջան, իհարկե սա այն բնակավարն է, որ դու իսկապես մարդկանց ընտանեկան տոնն ես վարում, ծնունդ, կնունք, հարսանիք, ու տեսեք, եթե, չգիտեմ, դու նույնիսկ հիվանդ ես, դու նույնիսկ այդ օրը շատ տխուր ես, ունես անձնական գործնական խնդիրներ, դա դիմացինին չի վերաբերում, նա մեղավոր չի դրա համար, պետք է դու այդ ամեն ինչը թողնես տանը, գեղեցիկ, ուրախ, տրամադրությամբ մոտիվացնող գնաց ներկայանաս տվյալ առիթին։ Այո, եւ բացի դրանից պետք է հասկանալ, թե որտեղից է կարելի ստանալ այդքան էներգիան, Աստղիկ։ Ես գիտեմ, որ սպորտով, հա, սպորտ սիրում եք, զբաղվում եք։ Սիրում եմ, դե ցավոք սրտի ժամանակին հենց պրոֆեսիոնալ սպորտով չեմ զբաղվել, բայց ֆիթնեսով արդեն 4-րդ տարին է, որ զբաղվում եմ, նաև այնտեղ ես ելի եմ նշել, որ բացի որ դու գնում ես պարապմունքի, չգիտեմ այնտեղ ինչ-որ եւ այլն, նաև ընկերներ ես ձեռք բերում, մի քիչ ավել չհնչի իմ խոսքը, բայց նկատել եմ, որ իսկապես սիրում են, ուրախանում են այդ մարդիկ, որ այդ պահին ես գնում եմ Այ Աստղիկը եկավ, այ քանի օրեր չկայր, այդ արտահայտությունները դա էլ ինձ է մոտիվացնում, որ ուրեմն ինձ սիրում են, ինձ սպասում են։ Ինչպես է պլանավորում ձեր ժամանակը, հանգիստը, ընկերների հետ անցկացրած ժամանակը։ Տեսեք, եթե ազատ ժամանակ լինում է, նախ սիրում եմ նաև հենց տանը լինել, ուղղակի տանը լինել։ Այսպես հագնել տնական հագուստ, շպար եմ ակրել, ուղղակի դառը սուրճ, մայրիկիս հետ շատ հաճելի է ու այն ամեն Այստեղի ես ուզում եմ այստեղ ընդմիջել, ես մի գաղտնիք գիտեմ, որը Աստղիկ Ղարաբաչյանը գուցե այս պահին չի ուզում բացահայտի, բայց ես գիտեմ, որ իր մայրական տատիկի բաղադրատոմսով անկրկնելի փախլավան կարողանում է պատրաստել Աստղիկը, այնպես որ սուրճը միայն դառը չի Աստղիկ։ Այո, դե պատահում է։ Հասցնում եք նաև խոհանոցում։ Խոհանոցում էլ եմ լինում, բայց հիմնականում պատրաստում եմ ճաշատեսակներ, քույրիկներս ինձնից մեծ ասում են, որ ձեռքդ համով է, բայց հիմնականում օրինակ թխվածքներից հենց տատիկիս այդ սիրիական բաղադրատոմսով է, որը ունի 12 բարակ շերտ։ Այսպես ինքը ուրեմն կլոր փայտե սեղանիկ է, տատիկս նստում էր հենց գետնին ու սկսում էր գրտնակել։ Դա շատ իսկապես ծանր աշխատանք է բացելու այդ process-ը, 12 բարակ մեծ շերտեր էր, ու իսկապես հիմիկվա այս փախլավաներ իհարկե թող ինձ ներեն մեր թխվածքով զբաղվող կանայք, ովքեր որ հրաշալի թխվածքներ են թխում, բայց սիրիականը լրիվ տարբեր է։ Այո, իսկապես լրիվ տարբեր է, դա հսկայական ծանր աշխատանք է, բայց հրաշալի, նաև անկրկնելի, իսկապես համ։ Փաստորեն սպորտը հասկացա, իսկ ինչպես է կարողանում անընդհատ այդ խնամքը եւ այլն միշտ երբ հնարավոր է լինում ձեզ տեսնել միշտ այսպես խնամված, սա ոչ թե շպարը նկատի ունեմ, այլ այսպես հարդարված, խնամված, շատ հետաքրքիր կանացի կարևոր մի բան է սա։ Խնամքը շատ պարզ է, այսինքն դու առաջի հերթին պետք է լինես ուղղակի բարի, հենց դա հոգուց է գալիս։ Ինչքան ուզում ես դու արտաքինից ուզենաս այդպես գնաս, ամենաթանկանոց շպարներ անես եւ այլն, պետք է լինես ուղղակի բարի, ականջներից պետք է լսեն լավը, ինչ ասեմ, ու պետք է այսպես ասենք, հոտոտես քո այգու ծաղիկներից, ոչ ուրիշների։ Ապրես քո կյանքով ու հենց գաղտնիքը գեղեցկության է տեղը։
Սիրում եմ գիրք կարդալ, լիքը հարցերի պատասխաններ ես գրքերի մեջ եմ գտնում, այսպես ասեմ, որովհետև հարցեր կան, որ կյանքում մեզ հետ կատարվում են, թե մեզ հետ, թե մեր շուրջը, մենք այդպես էլ պատասխանները ինչքան ուզում է հարցնենք ուրիշներին, էլի չենք ինքնուրույն գտնել պատասխանները, պետք է այ պատասխանատվության նաև շատ մեծ զգացողություն, զգացում ունեք դուք, Աստղիկ, սա շատ կարևոր բան է մասնագիտության մեջ, որ այդ պատասխանատու եք եւ պատասխանատու եք դիմացինին երջանիկ պահեր պարգևելու, կարծես են մարդկանց ում հետ աշխատում եք։ Հենց գրագիտությունը դրա մեջ է, որ դու պետքա ունենաս դիսցիպլինա, քո ռեժիմը ունենաս։ Մեկ-մեկ ինձ ասում են դու այսպես շատ պերֆեկցիոնիստ ես, շատ ես ճիշտը, բայց դա հարաբերություններ կար խանգարում է, երբ որ դու շատ ճիշտ մարդ ես, լիքը տեղերում դա քեզ խանգարում է, որովհետև պարզ ճակատ մարդկանց այդքան էլ չեն սիրում, բոլորս գիտենք, որ գնահատվում է, բայց ես իմ տեսակը չեմ պատրաստում փոխել, ոնց կամ, այդպես էլ լինելու է միշտ։ Այո, չի կարելի ձեր տեսակը փոխել, որովհետև իրականում շատ եզակի, շատ հետաքրքիր, շատ ճշգրիտ ու շատ է բարությունը ձեր մեջ, Աստղիկ, նույնիսկ ես վստահ եմ, որ ովքեր որ նույնիսկ ձեզ չեն ճանաչում, ձեր խոսքը լսելուց, ձեզանից այդ ուղակի երևում է, այդտեղ պարտադիր չի անձնական, նույնիսկ այդ շփումները ունենալ, ճանաչել եւ մի կարեւոր բան դուք փաստորեն նշեցիք, դուք ձեր տեսակով շնորհակալ մարդ եք, չեք սիրում այդ մասին խոսել, բայց ես գիտեմ, որ դժվար ժամանակներում, երբ դրա անհրաժեշտություն է եղել է, դուք նաև բարեգործական ծրագրերին եք մասնակցել։ Չեմ սիրում դրա մասին շատ խոսել, Լիլիթ ջան, բայց սպանցիկ ասեմ, որ իսկապես մարդիկ կան, ովքեր ունեն մեր կարիքը, եւ եթե կարող ենք որևիցե ինչ-որ բանով օգտակար լինել իրենց, ինչու չլինենք։ Այո։ Բայց ես մինչ այդ ամեն ինչը անելը փորձում եմ ճշտել, որոշակի ինֆորմացիաներ հավաքել, որպեսզի իմ այդ տվյալ օգնությունը ճիշտ հասցեատեր ունենա, ում հետ որ ես աշխատել եմ, այդ առումով զինվորական զորամասեր, ծերատներ, մանկատներ, իսկապես արժանի մարդիկ են եղել իրենց տնօրենների հետ հանդերձ, այսպես ասեմ։ Բայց մի ցանկություն ունեմ, եթե եթերից կարելի է հենց այս միամսյակի հետ կապված, իսկապես ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ թեկուզ հնարավորություն չունեն, որ իրենց ծնողներին, արդեն որ տարիքով են եւ այլն, չեն կարողանում պահել, մի խնդրանք, մի ուղարկեք ձեր ծնողներին ծերատներ։ Իսկապես շատ վատ է։ Երբ որ ծերը, հայրը կամ մայրը գտնվում են ինչ-որ օտար մի տեղում, թեկուզ ինչքան է լավ վերաբերեն իրենց, բայց խնդրում եմ, մեկ աման սուպ եք ուտում, կերեք ձեր ծնողների հետ, մի ուղարկեք նրանց այդպիսի տեղեր։ Նուրբ ու մարդկային առանձնացող բան կա ձեր մեջ, ես իրականում ինձ շատ հաճելի է, որ առիթ ունեցա նաև այսպես ծանոթանալ ձեզ հետ։ Նմանապես Լիլիթ ջան։ Ես իրականում ուզում եմ ձեզ շնորհավորել կանանց միամսյակ այս օրերի մեջ, ասում են նաև մենք ետ ենք նայում, որոշում ենք գնահատել, հասկանալ ինչ ենք արել ու ծրագրեր կազմել։ Ես ուզում եմ, որ միամսյակի եւ դրանից հետո եկող օրերի մեջ շատ հետաքրքիր գեղեցիկ ծրագրեր կազմեք եւ ամենակարևորը դրանք իրականացնեք, քայլեր, որ պիտի օգնեն դրանց իրականանալուն, որովհետեւ ձեր ծրագրերով, ձեր այսպես մեծ գաղափարները շատ-շատերին դարձնում են երջանիկ, ոչ թե մեկ օր, այլ դրան հաջորդող օրերի ընթացքում։ Շնորհակալ եմ շատ։ Ես ձեր թույլտվությամբ այսպես հիմա ես ցուցադրում եմ այս այցեքարտը Աստղիկ Ղարաբաչյան, ում կարելի է զանգահարել, դուք նաև տեսնում եք հեռախոսահամարը, կարելի է զանգահարել հետաքրքիր ու կարևոր միջոցառումներ, եթե ունեք, որոնք ուզում եք, որ շատ նուրբ, շատ գեղեցիկ, դրական եւ իրականում շատ հաջող ընթացք ունենան,
ուրախ նաև անցնեն։ Ես կարծում եմ, որ այս հեռախոսը համար անհրաժեշտ պիտի լինի, Աստղիկի թույլտվությամբ ես այս մեկ այցեքարտը կպահեմ ինձ մոտ։ Ու ես շատ կուզենամ, որպեսզի իրականում ինձ նման շատերը իրենց մեծ ու փոքր միջոցառումները իրականում վստահեն ձեզ, Աստղիկ, դուք կարողանում եք երջանկություն տարածել ձեր շուրջը, ես ուզում եմ, որ այդ երջանկությունից անպայման շատ մեծ բաժին հասնի նաև ձեզ։ Օպրեք շատ։ Սիրելի հետևորդներ, գիտեք, միշտ ես նշում եմ, որ իսկապես հաճելի է, երբ կարողանում ես զրուցել մարդու հետ, ով կարողանում է որ ասպարեզում էլ լինի, իսկապես շատ իր մեջ ներսի դրականը տարածել։ Ասում են, որ աշխարհում շատ ինչ որ կանոններ կան յուրաքանչյուր ասպարեզում, հա, մասնագիտական եւ այլն։ Իհարկե սրանք շատ կարեւոր մի բան են, բայց մարդու հոգու մեջ պիտի մի քիչ շատ լինի բարությունը, գույնը, դրականը, որպեսզի ինքը կարողանա դա տարածել իր շուրջը։ Ինչ վերաբերում է միջոցառումներին, մեծ կամ փոքր տոներին, այստեղ ամեն ինչ մի քիչ ավելի շատ ավելի խտացված գույներով է, հա։ Եթե ուզում եք, որպեսզի ձեր մեծ ու փոքր միջոցառումը իրականում վերածվի տոնի, ինչպես սկզբում նշեցի, հա, հայտնի է արտահայտությունը Hemingway-ի, որը միշտ մնա ձեզ հետ, պիտի կարողանաք այնպիսի մարդու վստահել, որը ուշադրություն դարձնի յուրաքանչյուր մարդու այդ վիբրացիաները, հա, ինչպես ասում են, այդ սրահում զգա, հնարավորություն տա ձեզ բոլորիդ, որպեսզի տարիներ հետո ետ նայելով դուք հասկանաք, որ ունեցել եք հրաշալի ու շատ կարևոր մի օր եւ այդ օրվանից եկող հիշողությունները ձեզ ուղեկցում են միշտ։ Մենք այսօր զրուցում էինք հրաշալի ու շատ դրական մարդու, երգչուհի, ֆոտոմոդել, հանդիսավարուհի Աստղիկ Ղարաբաչյանի հետ։ Ես այս պահին ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ։ Ես միշտ նշում եմ, որ կանանց մի ամսյակի ընթացքում մենք ուզում ենք, որպեսզի յուրաքանչյուր զրույցի մեջ ոչ միայն տեղեկատվությունը շատ լինի, որ խնդրի դեպքում ում պետք է դիմել, այլև մարդիկ իրենց տեսակով մի քիչ տարբեր։ Ես ուզում եմ, որպեսզի այս պահին հրաժեշտ տալով մեր բոլոր օրերի մեջ մենք հնարավորություն ունենանք հանդիպել մարդկանց, առնչվել են մարդկանց հետ, ովքեր կարող են մեզ երջանիկ դարձնել։ Մարդու մեկ բառը կարող է աշխարհում շատ բաներ փոխել։ Իսկ կանանց մեջ իհարկե կան այնպիսիները, որոնք փոխում են աշխարհը։ Ու այս օրերի ընթացքում մենք հանդիպում ենք հենց այդպիսի կանանց հետ։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։